Հա, առաջին բախումը ստեղ ա եղել էլի։ Սենց եկել է քանի մետր է տարել ժողովուրդ։ 3 ժամ ու կեսա փրկարարներով, KGB-ով, պարեկներով, բանով, քաղաքացիներով, որոնողական աշխատանքներ։ Ստեղ ընկել է հենա, այն ծառին խփել է։ Սենց քշե մի 100 մետր տարել է, հա։ Բայց ընդ BMW ներևում է։ Կրիշ էլի։ Ավտոն չեն շրջեք, տրոս բանա պետ որ ավտոն բանան։ Մի օքու քաղաքացիներն են հանել, թե ինքիրախոդով։ Քաղաքացիներն են հանել, թե ինքիրախոդով։ Ինքը դուրս է եկե, հա։ Գոնե մյուսն էլ դուրս գար էլի։ Մեծ հասելով ռենը գցած է։ Շատ է, ախր ինչ 100 մետր։ Ընդեղից ընդ ինչ 100 մետր։ Հա։ Գիժ դեբեդը։ Եկել է միջև ալրաղացի մոտ, չէ, սի ալրաղացա, չէ։ Շատ, 200-250 մետր եկած կլինի։ Բալի ժողով։ Ավտոն հեն է, բայց մայիսի 2-ն է, արդեն 3 ժամից ավելի է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի մեծ թվով հրշեջ փրկարարներ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի ոստիկանության բաժնի ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, քաղաքացիները այդ թվում նաև ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզի եւ Թումանյանի ԱԱԾ-ի աշխատակիցները որոնողական աշխատանքներ են կատարում Աղթալա վարչական բնակավայրի դեպետ գետում։ Մոտ 3.5 ժամ առաջ BMW Մագնիշի ավտոմեքենան դեպի Ալավերդիից դեպի Վանաձոր ընթանալիս դերևս անայդ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին եւ հայտնվել դեպետ գետում։ Բախման տեղից, որտեղ որ հայտնաբերվել է BMW Մագնիշի ավտոմեքենան, մոտ 250-ից 300 մետր հեռավորության վրա է։ Ուրեմն մեկ հոգի կարողացել է BMW-ից դուրս գալ ինքնուրույն, ում տեղում առաջին օգնություն են ցուցաբերել ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների Ալավերդու հիվանդանոցի բժիշկները եւ նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն մեկ հոգի փնտրում են։ Կա վարկած, որ նա ջրահեղձ է եղել, թե փրկվածը, թե որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչներ են,
այս պայն տեսնում եք համայնքային ոստիկաններն ու պարեկները որոնողական աշխատանքները շարունակում են։ Այսինքն հիմա սպասում են կռանը գա, թե ինչ է։ Ուղղակի որոնողական աշխատանքները սենց հետի երկայնքով։ Դե որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել եք BMW-ն, հենա։ Բայց BMW-ն։ ուղևորել է եղել։ Հա, ուղևորել է, հա։ ենք։ Ընտրում փորձում ենք հետ անանցանելի հատվածներին մոտենան, որպեսզի հիմնականում ճամփակները BMW-ն այս պայն BMW-ն է այն դուրս բերելու համար մեծ աշխատանքներ պետք է կատարվի, պետք է բերվի հատուկ տեխնիկա, գետը շատ վարար է, տեսնում եք դեբեդը կարելի ասել իրոք որ շատ վարար է եւ ինչը նաեւ դժվարացնում է փրկարարների աշխատանքը դեպքի մասին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը տեղեկացել է ում հանձնարարականով որոնողական աշխատանքներին այս դեպքի վայրից մոտավորապես 300 մետրային կողմ մասնակցում են նաև Լոռու մարզպետարանի աշխատակիցները։ Ասեցին Ալավերդի քաղաքապետարանի աշխատակիցներն են մասնակցում որոնողական աշխատանքներին։ Լրիվ ջրի մեջ է BMW-ն։ Բայց կարող ապտին մեջ լինի, թե տեսել են որ տեսել են դրսում, հա։ Հրվել է ծախտեղերը նայենք են ելի
մի հատ էլ ստանել ենք Եկեք ասֆալտի գործարանի մոտ։ Հա, որտեղ պետք են դրանից ներքև։ հա, դրանից Այսինքն ջրայեղ ցեղացի մարմինը այնտեղ տեսել հա, է։ տեղացիք ըստեղ էլ են տեսել։ Դե գետը տարել է էլի։ մի կիլոմետր ներքև էլ են տեսել։ Ջերն է տեսել։ Դրանք դե Էջնեք հլայնի խրվեք ծեպկան, հոպիկ։ Ամբողջ հոպողոց պավարը ոչինչ։ Սաղը քնած է։ Տաքսակ։ Դարեք եկեք նոր ճանաչում։ Բոլորը հայկական Կար։ Ֆրեթանք էլի։ Այսպես քաղաքացիներն են իրանց ավտոյով եկել են։ Անազ զրոմեցը գնաց։ Էսի ընկնելու վարից արդեն մոտ մի կիլոմետր չէ կլնի։ Միջև ստե։ Ես մեքենան էլ էր ման գալի։ Ընձի տասնը Բալիս ախպեր բալիս։ Ախպեր գետը վարարակ, մի պատ տենում ես ինքը գետը տանում է։ Ընգած վարից արդեն մի կիլոմետր կլի, չէ՞ ստեղ արդեն, բա։ Ողջույն, ողջույն։ Հաթեյան, գնանք սլուժների մոտը։ Նրանք ես այդ գեսի Գեսի սլուժների մոտ, այնտեղ հնարավոր է այնտեղ մցնի ֆրցնի։ հիմնականում բերում ատեղ պահում է, էլի։ Եթե դե էտա սլուժի մոտը։ Հետո ծանծաղ մասել կա։ Ողջույն։ Զյանում է, էլի, այ մի հատ էլ անցնենք այդ կողմից դիմաց նայ։ Այս քարի չեխի մոդը։ Քարի այս շնորհի տակինը։ Չէ, ստի մոդիկ մի հատ զիացող տարածք կա, էլի։ Նայ։ Իջնենք։
Ապեր դուրս է գրվել։ Միասնալ։ Ընկած վարից թե արդեն 1 կիլոմետր ու կես մի քիչ ավել, չէ։ Ավելի շատ, չէ։ Չի երևում, չէ։ Վարարել է։ Բալիջո։ Ոչ մեկը ամենի դաշտել դուրս մանկուկներ Ոսկը շատ ուժեղ է։ Ոսկը արագ, հակառակտեսների վկայությամբ էլ բարձր վազելու արագությամբ գնում է։ Տան։ Դրանից շատ այ ամեն դեպք։ Մասակներ ես ստելա, մասը գնում այն գեցը։ Դրա համար տեղ պարտած է։ Այդ վերև եթե պիտի գոլ անցկացածելու եմ ստեղա, ուրիշներ չի կա։ Նամա որի կան, նամա հիրում այ գոլ դեպքան պատակել։
Կա։ Այս այս ճոճվող կամուրջն է։ Հետ արի այ ցավտանը վտանգավոր է։ Դու հետ արի։ Հետ արի, վտանգավոր է։ Բան մի արա։ Ինչ հենա BMW-ն, հենա։ Աղթալայով այդանք ավելի լավ է։ Այս քաղաքացիները 3 ժամուկեսա ձեր հետ մանա գալի։ Դելը 4 ժամ, չէ։ Նա 4 ժամ դու էլի տղերքի հետ ման ես գալի։ Ալրաղաս մտնես ինչ անես։ Չէ։ Հա։ Աղթալայով չեթանք։
Արշա դուք եկեք Են կամավորականներն են։ Կամավորներն են։ գնացեք դեպքի բայրամը բանալ դեպի պարտիզան տեղալ Բալիս աղբեր։ Են է BMW-ն։ Այն կողմ ոնց գնանք էլի։ Կամուրջով չի լինի։ Բայց խի չի լինի կամուրջով։ Միշտ ավտոյի մեջ է եղել։ Չէ, Հովանալով։ ավտոյից ինքը շուտ խռել է եղել։ Շուտ գալու ընթացքում երևի։ Հա, բայց ավտոյին որ բերում էր ինքն է հետն է եղել այդ ընթացքում։ Փրկվածը թե ում որ ման են գալ, հա, փրկվածը։ Ստերից մոտարապից։ Ի Ողջույն։ 1 կիլոմետր, 2 կիլոմետր գնացինք ես այսի բախման տեղն է, որ այստեղ խփել է ծառն շաշմարթը։ Չէ, ուղիղ գնացել է, ոչ ակոսա։ Կամ սետ ասեմ, կամ
Արդեն 5 ժամ է որոնական աշխատանքները Աղթալայի բնակավայրում շարունակվում է ջրայց եղած քաղաքացու մարմինը հայտնաբերելու ուղղությամբ ներգրաված են ոչ միայն Լոռու մարզային փրկարարական վարչության, այլև Գուգարքի եւ Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ փրկարարներ։ Մոտ 2.5-3 կիլոմետր երկարությամբ հրշեջ փրկարարները, պարեկները, Լոռու մարզի գումարտակի պարեկները որոնական աշխատանքները շարունակում են, սակայն մինչև այս պահ ցավոք դեռ դրական արդյունք չկա։ Ջրայեղձ եղած քաղաքացու մարմինը չի հայտնաբերվել։ Հիմա այս պահին էլ դեպքի վայրից, որտեղ որ ընկել է քաղաքացին, այդտեղից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա շարունակվում է աշխատանքները։ Շատ տեղեր փրկարարներն ու պարեկները, այդ թվում նաև համայնքային ոստիկանները, ոստիկանության Թումանյանի բաժնի, այդ թվում ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզի եւ Թումանյանի ԱԱՑ-ի աշխատակիցներն են ոտքով որոնական աշխատանքներ կատարում ջրի ողջ երկանքով։ Ցավոք նորից եմ նշում, դեռևս դրական արդյունք չկա հայտնաբերելու մարմնի հայտնաբերելու ուղղությամբ։ Մյուս ափի կողմում նաև քաղաքացիներն են շարունակում փրկարարների եւ պարեկների հետ որոնական աշխատանքներ, բայց գետն էլ բավականին վարար է, որ Թումանյանը որ ասում էր գիժ դեբետ, Այն կողմից, չէ՞։ Տիկի պոյզի գծի մոտով։ Եղանակը չանձրևի։ Սուրենյան, եթե անձրև եկավ հիմա, քեզ մանուշակներ չեն կուղարկելու։ Ատաղի ծերում է, չէ՞ բենվեն։ Այս է բենվենա։
կռանա պետք անելու համար։ Ահագինը բերել է։ Անձրևը հեսա вообще կխանգարի աշխատանքներին արդեն։ Ու կարող է ավելի վար արի։ Հա? Օգտորվում է, չէ՞։ Հա? Ամենա պրոբլեմն դա։ Դու մարմինը գտնվի գոնե։ Դանել։ Դե եկեք տեսեք ինչ եղանակային պայմաններում են լոռու փրկարարները, պարեկները աշխատում։ Անձրև կողքից հեշտ է թվում։ Որոնողական աշխատանքները Աղթալայի բնակավայրում շարունակում է անգամ տեսնում եք վարար անձրևի պայմաններում։ Հիմա տեսեք, երբ որոշ ծակ պրոֆեսորներ ստատուսներ կգրեն սոցիալական ցանցում, թե ինչ են անում փրկարարներն ու պարեկները։ Հիմա տեսեք, որ արդեն 6 ժամ է անգամ անձրևի պայմաններում ջրաղ եղած քաղաքացու որոնողական աշխատանքներ են իրականացնում, այդ թվում նրանց միացել են քաղաքացիներ, ազգային անվտանգության ծառայության Լոռու եւ Թումանյանի աշխատակիցներ, համայնքային ոստիկաններ, եղանակն էլ անձրևային է։
Հիմա մեկնում են մյուս հատված այնտեղ շարունակելու որոնողական աշխատանքները։